Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը Միասնության թևեր կուսակցության նախագահ, կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Գալստյանն է։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Սովորաբար կուսակցության նախագահներն են, գլխավորում իրենց ցուցակը։ Ինչու ձեր դեպքում դուք 7-րդ համարն եք, չէ՞ կարծեմ, դուք չեք գլխավորում ցուցակը, ինչ որ անձնական որոշում է, թե այլ պատճառ է։ Չէ, բացարձակ անձնական որոշում չի։ Պարզապես կոնսենսուսի արդյունքում, մեր փոխադարձ քննարկումների արդյունքում ես 7-րդ համարն եմ ցուցակի։ Պարոն Թաթոյանը գլխավորում է ցուցակը, Արման Թաթոյանը մեր վարչապետի տեխնացուն է նաև, ինչպես գիտեք, եւ Արմանը Թաթոյան մեր վարչապետի տեխնացուն անկուսակցական է։ Ինքը ոչ միայն կուսակցության նախագահը չի, այլ նաև անկուսակցական է։ Դա մեր թիմային որոշումն է եղել եւ մենք գտել ենք, որ այս ձևաչափում, երբ մենք ավելի լայն համագործակցության էինք ձգտում եւ ավելի լայն համագործակցության էինք գնում, իսկ հիմա ցուցակում ունենք նաեւ այլ կուսակցության անդամներ, ինչպես գիտեք, Շանթ Դաշինք կուսակցության անդամները նույնպես մեր ցուցակում են, Շահեն Հարությունյան, Ավետիսյան եւ այլ անձինք, պարոն Թաթոյանի կողմից ոչ կուսակցական լինելով ցուցակի գլխավորելը ավելի նպատակահարմար էր եւ ավելի թիմային էր, ավելի ընդգրկուն է դարձնում մեր ցուցակը այն տեսանկյունից, որ մյուս անձինք, ովքեր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են, ավելի այդպես ոնց ասեմ, հանգիստ են ընդգրկված ցուցակում անկուսակցական ղեկավարի մասնակցությամբ անկուսակցական ղեկավարի հետ։ Պարոն Գալստյան, եղան տեսակետներ, այդ մասին նաև տարբեր գործիչներ հայտարարությամբ հանդես եկան, որ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի գործուղված մարդն է, ընդդիմադիր ճամբար, ինչ կասեք այդ մասին։ Որտեղից է գործուղվել։ Ինձ հետաքրքիր է, ամեն ինչ կարող են ասել։ Օրինակ կարող են ասել, ես տիեզերագնաց եմ։ Ընդհանրապես ֆիզիկա լավ եմ սովորել, բայց տիեզերքի հետ որևէ կապ չունեմ, ասենք աստղերին եմ նայել։ Գիտեք, ինչ դուք բարբերաբար նայում եք տիեզերք, ես դուք տիեզերագնաց եք։ Կարող եմ ես տիեզերագնաց լինել այդքանով։ Այդ նույն տրամաբանությամբ ամեն ինչ կարող են ասել։ Եվ դա իրենց ոճն է եւ տակտիկան է, եւ վերջին օրերին շատ կեղտոտ քարոզություն է իրականացվում, թե Արման Թաթոյանը ազգային ժողով անցնելու դեպքում իր ձայները տալու է Նիկոլ Փաշինյանին եւ միանալու է քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը եւ իր ձայները տալու է քաղաքացիական պայմանագրին։ Դա կեղծիք է, սուտ է, AI-ով սարքած ինչ որ տեսանյութ է, բացարձակ կեղծիք, եւ սա այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունների կեղտոտ օգտագործման, վատ օգտագործման հերթական դեպքերից է։ Մեր հասարակությանը ես խորհուրդ եմ տալիս մի քիչ ուշադիր լինել այս երևույթների նկատմամբ եւ չհավատալ ամեն կեղծիքի։ Արման Թաթոյանը եւ մենք արդեն բազմաթիվ անգամներ հերքել ենք, բայց այս վերջին օրերին նմանատիպ ինֆորմացիա բաց թողնելը եւ հասարակության մեջ առաջացնելը այսպիսի խժդժություն շատ վատ մեթոդներ են եւ բնորոշ են այնպիսի ուժերի, որոնք իսկապես կեղտոտ ջրում փորձում են ձուկ որսալ։ Այնուամենայնիվ, բայց ՀԿ-ի հետ ինչ հարաբերություններ ունեք։ ՀԿ-ի հետ պաշտոնական որևէ հարաբերություններ չունենք, բայց նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Եվ մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ կադրային առումով, եթե մենք իշխանություն կազմենք եւ մենք լինենք իշխանությունը, պետք է օգտագործենք Հայաստանի Հանրապետության կադրային ողջ բազան։ Եվ որտեղ կան անձինք, ովքեր իրենց դրական են ցուցաբերել, այդ անձինք կոռուպցիոն անցյալ չունեն, անձինք, ովքեր կարող են օգուտ բերել Հայաստանի Հանրապետությանը ամբողջ աշխարհի մեր հայրենակիցները կարող են գալ եւ ներգրավել Հայաստանի Հանրապետության կառավարման գործին։ Այդ թվում նույնիսկ կարող են լինել անձինք, ովքեր այսօրվա իշխանությունների հետ են աշխատել կամ աշխատում, բայց նրանք պրոֆեսիոնալներ են։ Մենք չենք կարող այդպիսի շռայլություն մեզ թույլ տալ, որ այն մարդիկ, ովքեր իսկապես արժեք են ներկայացնում, իսկապես արժեք են բերում կառավարման եւ ընդհանրապես երկրի զարգացման տեսանկյունից, այդ մարդկանց ինչ որ գաղափարական կամ այլ դրսևորումների տեսանկյունից, վերցնենք միանգամից դուրս թողնենք։ Իհարկե կարող են լինել անձնային հատկանիշներ կամ ասենք մարդիկ, ովքեր կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել եւ իրենց անունը վարկաբեկել են, իհարկե նրանք չեն կարող կազմել կառավարման մաս։ Բայց ելի եմ կրկնում, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ պարզապես կուսակցական պատկանելություններով վերցնել եւ անձանց բացառել։ Ավելին ասեմ ձեզ, մենք բոլորս մինչ այս գործունեությունը եղել ենք ոչ կուսակցական։ Մենք բոլորս ապակուսակցական մարդիկ ենք։ Մասնագետներ ենք, ովքեր պարզապես այս պահին պատասխանատվություն են ստանձնել
եւ ցանկանում են պատասխանատվություն ստանձնել եւ հասկանում են, որ հայրենիքի համար, Հայաստանի Հանրապետության համար այսպիսի ճակատագրական ընտրություններում, երբ մենք կարող ենք մեր ջանքը ներդնել, մեր ավանդը ունենալ, մեր լուման բերել ընդհանրապես քաղաքական process-ին եւ անմասը մնալ կողքից նայել, հասկացել ենք, որ դա ճիշտ չի։ Եվ ձևավորել ենք միասնության թևեր սկզբում նախաձեռնությունը, որը հետագայում վերաճեց եւ դառավ կուսակցություն, որպեսզի մասնակցեն քաղաքական process-ին եւ դառնալ են կուսակցության անդամներ, կուսակցականներ, պարզապես այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական process-ներին եւ ընտրություններին մասնակցելու, այլ նրանք պարզապես օրենսդրությունը չի ընձեռում։ Միայն դա է եղել նպատակը, մենք մեզ համար կուսակցությունը այս պահին գործիք է, մեխանիզմ է, միջոց է, որպեսզի մասնակցենք ընտրություններին եւ կարողանանք մեր օգուտը բերել քաղաքական process-ում։ Եվ ինչպես նշեցի, արդեն մեր թիմը հավաքական է, մենք ունենք այլ կուսակցության անդամներ, ովքեր մեր ցուցակում ընդգրկված են եւ ունենք նաեւ հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր միացել են մեզ եւ ընդգրկված են մեր ցուցակում։ Եվ հենց այդ տրամաբանությունն է, միասնության տրամաբանությունն է մեզ առաջ տանում։ Իսկ միասնության թևեր կուսակցությունը ինչով է տարբերվում մյուս ընդդիմադիր ուժերից։ Միասնության թևեր կուսակցությունը տարբերվում է իր ծրագրերով։ Միասնության թևեր կուսակցությունը տարբերվում է այն մասնագետներով եւ այն ճանապարհ անցած մարդկանցով, ովքեր ընդգրկված են միասնության թևեր կուսակցությունում եւ միասնության թևեր կուսակցության ցուցակում։ Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր մեր գործով, գործունեությամբ ապացուցել ենք, որ հաջողության հասնելու հաջողված փորձ ունենք, այսպես ասեմ, հա, դրական փորձ ունենք հաջողության հասնելու եւ ամեն անգամ որտեղ մենք գործել ենք, հաջողել ենք տարբեր բնակավարներում։ Պարոն Թաթոյանը, պարոն Անանյանը, Վիպարիտը Դրմեյան, Աստղիկը Մատինյան, Շահենը Հարությունյան եւ մենք այդպեսին ենք ներկայանում մեր հասարակությանը, ինչպես նաեւ ապացուցել ենք, որ մենք կոռուպցիոներներ չենք, ընդգրկված չենք եղել եւ ներգրաված չենք եղել որևէ աղմկահարույց իրավիճակներում, բացի այդ ունենք դրական հեղինակություն, դրական փորձ եւ մարդկանց ներկայանում ենք ազնվորեն, անկեղծորեն, անկեղծությամբ։ Սա է մեր, այսպես ասած, կռվանները եւ դրանով է մեր ցուցակը տարբերվում մյուսներից կամ շատերից, չասեմ մյուսներից, որովհետեւ ուրիշներն էլ կան, ովքեր ունեն էլի շատ լավ ցուցակ, լավ մարդիկ են ընդգրկված, մարդիկ ովքեր մասնագետներ են, պրոֆեսիոնալներ են եւ մեր ծրագրերով։ Մեր ծրագրերի որոշ դեպքերում բացառիկությամբ, օրինակ մեր տնտեսական ծրագիրը բավական յուրահատուկ է, կարող է շատ քննարկումների տեղիք տալ, բայց դա այնպիսի ծրագիր է, որով մենք գտնում ենք, որ կարող ենք իսկապես հաջողել եւ պետք է վերափոխենք տնտեսությունը հենց հիմքից, պետք է տնտեսությունը վերափոխենք այն ուղղությամբ, որ զարգացում ապահովենք։ Իհարկե, բարդ ձև է, բայց համարձակ ծրագրեր ունենք, որոնցով կցանկանայինք հանդես գալ եւ մեր ավանդը բերել Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Իսկ որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։ Այսպես ասեմ, համագործակցությամբ բաց ենք եղել միշտ բոլոր ուժերի հետ։ Մենք պատրաստ ենք եղել քննարկել մեր հարցերը բոլոր ուժերի հետ, մինչ ընտրությունները համագործակցության տեսանկյունից եւ հիմա էլ հետագայում արդեն հետընտրական շրջանում արդեն կտեսնենք թե ինչպիսին են դասավորվածությունները։ Պատրաստ լինելու հարցը իհարկե բոլոր ասելը այստեղ նշանակում է բացառությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի հետ պայմանագիր կուսակցությունը մեր ձևաչափում ոչ մի դեպքում չպետք է վերարտադրվի եւ դառնա իշխանություն։ Մենք չենք կարող թույլ տալ եւ չենք թույլ տալու, որպիսի երբևէ քաղաքացիական, որպիսի մեր ազգային ժողովում լինելու պարագայում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն կազմի եւ շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մնացած բոլոր ուժերի հետ մենք պատրաստ ենք զրուցել։ Այսինքն Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան պատրաստ եք համագործակցել իրենց հետ։ Ես ասում եմ, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկումների։ Այդ առումով չունեք կարմիր քաղաքական մեզ համար կարմիր գիծ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերարտադրվելը։ Հայտարարել ենք արդեն եւ հաստատակամ ենք այդտեղ, որ պարոն Քոչարյանը, չնայած Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, ամենայն հարգանքով նրա գործունեության նկատմամբ, բայց պարոն Քոչարյանը նույնպես չպետք է լինի վարչապետ։ Ինչու՞։ Դրա համար պատճառները շատ են, սկսված ժողովրդավարությունից, գումարած մինչև հասարակական ընկալումը։ Հասարակական ընկալումը բարդ գործիք է, բարդ գործոն է, բայց դա շատ կարևոր է։ Հիմա տեսեք, ինչի առաջին դեմքերը նախագահները
ժողովրդավարական այսպիսի կանոն ունենք, որ երկրորդ անգամ չեն կարող, չէ՞, մեր համանդրություններ կար նախկինում, որ երկու անգամից ավել չեն կարող պաշտոնավարել։ Գիտեք որտեղից է գալիս այդ գործիքը։ Որտեղից։ Գալիս է ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ի առաջին նախագահները հնարավորություն ունեին երկու անգամից ավել պաշտոնավարել։ Սակայն եւ Թոմաս Ջեֆերսոնը եւ նրանից հետո այլ նախագահներ հրաժարվում են երկու անգամից ավել պաշտոնավարել։ Միակ նախագահը գիտեք ով է եղել, որ 3 եւ նույնիսկ 4-րդ պաշտոնին է գնացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուզվելտն է եղել, որ երրորդ անգամ ընտրվում է եւ հասկանում են, որ չէ, արդեն տրադիցիան չի գործում։ Եւ համանդրական փոփոխություններ են ընդունում նրա երրորդ պաշտոնավարման շրջանում։ Իհարկե Ռուզվելտը 4-րդ անգամ էլ է ընտրվում, բայց 4-րդ անգամ պաշտոնավարելիս մահանում է։ Եվ այսա ընդհանրապես ժողովրդավարական կանոն է դարել ժողովրդավարական հասարակություններում, որ եթե նույնիսկ ինչ որ կուսակցություն ինչ որ ուժ վայելում է հասարակության վստահությունը, ապա այդ ուժից նոր անձինք են գալիս եւ նոր անձինք են ներկայանում։ Հիմա ինչն է խանգարում, օրինակ, հենց նույն քաղաքացիական պայմանագրին այլ տեխնացու բերեին։ Այսինքն չլիներ վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը։ Ինչու պետք է նույն անձը պարբերաբար լինի վարչապետ եւ նույն անձի տեսքով ղեկավարվի։ Իհարկե պարլամենտարիզմին դա չի վերաբերվում։ Պարլամենտարիզմի դեպքում մի քիչ կանոնները այլ են։ Բայց մենք գտնում ենք, որ պարլամենտարիզմը այն տեսքով ինչ որ այսօր ունենք, նույնպես բարեփոխման կարիք ունի Հայաստանի Հանրապետությունում եւ վերափոխման կարիք ունի։ Մենք օրինակ նախատեսում ենք մեր ծրագրերում նախագահի ինստիտուտի ավելի ուժեղացում, նախագահի դերի բարձրացում։ Այսինքն նախագահը նույնպես պետք է ուղղակի ընտրություններով ընտրվի եւ մենք պետք է ունենանք մեկից ավել համապետական ընտրություններ, այսինքն առնվազն 2 համապետական ընտրություններ, ինչպես ազգային ժողովի, այնպես էլ հանրապետության նախագահի բարձրացնելով հանրապետության նախագահի դերը։ Եվ օրինակ, հենց նույն ժողովրդավարի, ինչպես նշեցի, այդ ժողովրդավարական կանոնը, հասարակական ընկալումը, բայց մենք բոլորի հետ պատրաստ ենք քննարկումների։ Այնուամենայնիվ ինչքան եք գնահատում ձեր շանսերը։ Կհատեք անցողիկ շեմը։ Մենք անցողիկ շեմի մասին այլևս չենք մտածում։ Մենք անցողիկ շեմը վաղուց ենք հատել եւ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք անցողիկ շեմը հատել ենք, հիմա ձգտում ենք ավելիին, որպեսզի ամրացնենք մեր դիրքերը խորհրդարանում եւ ունենանք ավելի մեծ թվով մանդատներ։ Պարոն Գալստյան, եթե ընտրությունների արդյունքում իշխանությունը կրկին վերարտադրվի, դա ավելի շատ իշխանության հաղթանակը կլինի, թե ընդդիմության պարտությունը։ Շատ տարօրինակ հարց եք տալիս։ Բերեք միասին վերլուծենք, ինչ է նշանակում իշխանության հաղթանակ կամ ընդդիմության պարտությունը։ Իշխանությունը անսահմանափակ ռեսուրսներ ունի։ Իշխանությունը անսահմանափակ ռեսուրսներ է օգտագործում, օրինակ, տեսեք, հենց ձայնագրությունները, հա։ Իրենք բոլորից հրապարակում են ձայնագրությունները այսօր այն կողմ, որ մարդիկ ինչ որ ընտրակաշառքներ են բաժանում կամ եւ այլն բարեգործական արգելքն են խախտում, բայց մենք մեր սահմանափակ ռեսուրսներով իրենց հետ կապված վարչական ռեսուրսի կիրառումով բազմաթիվ դեպքեր ցույց տվեցինք։ Այսինքն իրենք իրենց վրա չեն աշխատում։ Ակնհայտորեն դա չի նշանակում, որ իրենք նույնպես այդ ռեսուրսները օգտագործում են, բազմաթիվ գրասենյակներ ունեն եւ տարբեր ձևերով աշխատում են, սակայն որևէ կերպ իրենք իրենց չեն կաշկանդում։ Այսինքն մտածում եք դրանք կոպիտ ասած սարքած ձայնագրություններ են, չեք հավատում դրանց։ Քննությունը ցույց կտա, բայց դրանց վերաբերյալ լուրջ կասկածներ ունենք։ Լուրջ կասկածներ ունենք, որովհետև բազմաթիվ են եղել դեպքեր եւ մարդիկ ամիսներով գտնվել են կալանքի տակ, հետո պարզվել է, որ այդ ձայնագրությունը օրինակ չի համապատասխանում իրականությանը կամ մոնտաժված է։ Բայց այդ դեպքում որտեղից են գտնում այդքան տարբեր, չգիտեմ, բարբառներով մարդկանց, որ այդ ձայնագրությունների մեջ խոսում են ես այսքան ստացա։ Այդ ամեն ինչ կարելի է մոնտաժել եւ ստանալ բացարձակ այլ պատկեր։ Գումարած է այո։ Դուք ոնց որ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գիտեք ինչեր կարելի անել։ Շատ պրոֆեսիոնալ, այն էլ ընդհանրապես ձայնագրության հետ։ Վերեք այս մասը թողնենք։ Հիմա դուք հարցնում եք ինձ պարտության կամ հաղթանակի վերաբերյալ։ Հիմա չունենք այդպիսի հավաքական ընդդիմություն, հա, որպեսզի ասենք ընդդիմության հաղթանակ կամ իշխանության հաղթանակ։ Իշխանությունը իր ձայների հետևից է գնում։ Ակնհայտորեն իշխանություն չի հաղթելու։ Ակնհայտորեն նրանք չեն հաղթելու, որովհետև նրանք կորցրել են այն վստահությունը, որը ունեին 2018-ին, 2021-ին նույնիսկ 2021-ի սցենարն էլ ես կարծում եմ չի կրկնվելու որևէ կերպ, որովհետև այսօր քաղաքական դաշտի ներկապնակը ավելի բազմազան է եւ ընդդիմությունը շատ ավելի պատրաստված եւ ավելի լրջորեն է հանդես գալիս։ Առնվազն միասնության թևերը եւ այլ քաղաքական միավորներ կան, որոնք չեն մասնակցել 2021-ի ընտրություններին։ Եվ կարծում եմ, որ իշխանությունը պարտվելու է այս ընտրություններում, իշխանությունը չի հավաքելու նույնիսկ իր ակնկալած
մինիմալ ձայները, չնայած նրանք վստահորեն հանդես են գալիս եւ արդեն այդ խոճապը զգացվում է։ Նախորդ երկու բանավեճերը ցույց տվեցին այդ խոճապը նրանց մոտ։ Չգիտեմ, մարդիկ երբ նայում են իրենց միակ կռվանը կարող է լինել այն, որ քիչ մարդիկ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իրենց կայուն ընտրազանգված եւ վարչական ռեսուրսը գնա ընտրության մասնակցի։ Եվ հիմա ես մարդկանց այստեղից էլ կոչ եմ անում, որպեսզի հնարավորինս շատ գնան ընտրությունների, հնարավորինս ընտրության օրը շատ գնան քվեարկության եւ քվեարկեն համար 6-ի օգտին, մեր օգտին, եւ եթե մեր օգտին չեն քվեարկեն ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին, որպեսզի իշխանությունը հնարավորություն չունենա հաղթել այս ընտրություններում, որպեսզի իշխանությանը զրկեն այդ հնարավորությունից։ Եվ հենց դա է այն գրավականը, որ կարող է իշխանությունը պարտվել, եթե մարդիկ ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Պարոն Գալստյան, շատ քաղաքացիներ էլ ասում են, որ ընդդիմությունը հաճախ միայն քննադատում է, բայց լուծումներ չի առաջարկում։ Համաձայն եք այդ գնահատականի հետ։ Դա ծիծաղելի է ուղղակի։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Բերեք մեր ծրագիրը բացենք, միասին նայենք։ Մեզ մոտ բոլորը լուծումներ են։ Իրենք միայն քննադատությունն են լսում, հենց իրենք են քննադատում։ Երբ իրենց ինչ տակտիկա են օգտագործում, հայ, այսօր իշխանություն եւ իրենց համար դա դարձել է սովորական, դա հնուց եկած տակտիկական մեթոդներ են եւ բոլորից հայտնի։ Երբ ասում ես, օրինակ, ինչ որ կոնկրետ բան, ինչ որ կոնկրետ հարցի վրա, ասում են, օրինակ, տեսեք, կոնկրետ ձեզ քննադատում են այսինչ հարցի վերաբերյալ բովանդակային։ Իսկ ով է դա ասում։ Դա ասում է այն մարդը, որ իր ժամանակ սենց էր։ Հիմա ինչ կարևոր ինչ իր ժամանակ ոնց էր։ Հիմա խելոք բան է ասում։ Ես այսպիսի պատկերավոր համեմատություն եմ միշտ անում, ասում պատկերացրեք ունենք վատ նավապետ, այդ նավապետը, չգիտեմ, մի քանի հոգի գլխատել է, հիմա այդ նավապետին նավի վրա ամբոստություն է բարձրացրել եւ նրան կառափնարան են գցել են նավի այդ խուցը։ Եվ փոթորիկ է սկսել, նավը խորտակվում է։ Հիմա այս նավապետը փորձառու է, սրիկա է, բայց փորձառու է։ Ասում է, գիտեք ինչ, ես գիտեմ մեթոդներն ինչպես անել, որպեսզի մենք այս փոթորիկից դուրս գանք։ Ասում են, չէ, նավապետը թող մնա այնտեղ, ինչ ուզում, դու ես, դու ով ես, եւ մենք բոլորս միասին նավի հետ կործանվենք, բայց բոլորը գիտեն, որ այդ նավապետը կարող է հաջողել։ Հիմա այդ նույն վիճակում ենք հայտնվել, հենց քննադատություն են հնչում իրենց հասցեին, կառուցողական իրենք անդրադառնում են անձին։ Դա ամենաստոր եւ ամենավոչ կառուցողական մեթոդն է ընդհանրապես բանավեճերի։ Հիմա ոնց որ մենք խոսենք, ասեք, բայց դուք պարոն Գալստյան, սկսեք իմ անձը քննարկել, հա, ասեք, բայց դու գիտեք ինչ, այսին ժամանակ, չգիտեմ, այսքան տարի առաջ այս մեկի հետ պաղպաղակ եք կերել։ Այդ նույն սուտ լկտի քննադատությունն է, որ ասում են, գիտեք ինչ, պարոն Թաթոյանի եւ ինչպես դուք ինձ հարցրեցիք, հա, պարոն Թաթոյանի եւ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները։ Պարոն Թաթոյանը կառավարությունում կատարել է մասնագիտական աշխատանք, բարձր որակի աշխատանք, հաջողել է, ես էլ եմ այդ ժամանակ աշխատելուց եղել տարբեր պետական կառույցներում եւ գիտեմ պարոն Թաթոյանի, անձամբ գիտեմ պարոն Թաթոյանի աշխատանքի որակը եւ ընդհանրապես եթե հարցնեք այդ տարիներին թե ինչպիսի ոլորտներ էր համակարգում Արման Թաթոյանը, կառավարությունում բարի հիշելով շատ արդարադատության նախարարություն, ոչ թե կառավարություն ներողություն։ Տեսեք թե ինչ հաճելի ժպիտով, ինչ ոգևորությամբ կսկսեն խոսել Արման Թաթոյանի մասին, որ օր ու գիշեր օրնիբուն աշխատում էին տարբեր օրենսդրական նախաձեռնությունների օրենքների վրա, խոշտանգումների մասին օրենսդրության փոփոխությունների վրա են աշխատում, որը հենց ուղղակի ազդեցություն է ունեցել այս իշխանության այն ժամանակ պայքարի ուղու վրա եւ այդ ոստիկանական խոշտանգումները զսպելու վրա։ Գոնե դա հիշեն։ Գոնե հիշեն, որ իրենք են իրենց ձեռքով Արման Թաթոյանին ընտրել մարդու իրավունքների պաշտպան, որովհետեւ նա այդ ժամանակ չնայած այն իշխանության պայմաններում, հա, Արման Թաթոյանը այն պաշտոնյան էր, որ ընդդիմությունն էր նրան հարգում, հարգանքով վերաբերում։ Իրենք իրենց ձեռքով հիշում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայտարարեց, որ ես ընտրելու եմ, քվեարկելու եմ կողմ Արման Թաթոյանին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դերում։ Եկավ Արման Թաթոյանը, դարձավ մարդու իրավունքների պաշտպան, իր աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանի վարկանիշը, որը նախկինի ժամանակ մի նախկին մարդու իրավունքների պաշտպան ունեին, հիշեցնեմ նրա մասին, ով հետո դառավ ԲԴԽ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, հա, Կարեն Անդրեասյանին հիշում եք, չէ՞, այդպեսի սուբյեկտ կար։ Նրանից հետո մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հեղինակությունը շատ ցածր էր։ Բերեց դարձրեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հեղինակությունը, մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը բարձրացրեց ԱԴԱՍ-ի, A+ դաս ստացավ միջազգային հեղինակավոր այդ օմբուդսմենների չափանիշներում եւ վարկանիշներում։ 4-օրյա պատերազմի օրերին մեծագույն աշխատանք կատարեց եւ զեկույցներ հրապարակեց։
44 օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո պարբերաբար գործում էր բոլոր սահմաններում ներգրավված է եղել բոլոր սահմանային խնդիրներում աճ ու ցախ բոլոր սահմանները չափում էր եւ պետության գործառույթներ կատարում երբ պետության առաջին դեմքերը պարբերաբար իրենց հայտարարություններով Հայաստանի Հանրապետության ավելի վատ վիճակի մեջ էին դնում Արման Թաթոյանն էր այն սուբյեկտը որ զեկույցներ էր ներկայացնում աճ ու ցախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գերիների եւ սահմանային խնդիրների վերաբերյալ չենք հիշում այդ ժամանակները Բերեք այդ ժամանակները մի հատ հիշենք, որ փորձում էին նրա ֆինանսավորումը կրճատել եւ նրա ֆինանսավորումն ու մեքենաներն էին կրճատում, որպեսզի սահմանափակեն Արման Թաթոյանի գործունեությունը։ Սա է խնդիրը։ Արման Թաթոյանն իր գործունեությամբ հաջողել է բոլոր բնակավարներում, որտեղ եղել է աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, որոնցից ոչ մեկը այսօրվա իշխանություններին, մերօրյա իշխանություններին բնորոշ չեն։ Պարոն Գալստյան, ասացիք, որ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ եք համագործակցել, այ օրինակ Ուժեղ Հայաստանի հետ ձեր համագործակցությունը ինչպես եք պատկերացնում, ձեր տեսակետները, ընկալումները նույնն են։ Այսպես նստենք, խոսենք իրար հետ։ Նստենք։ Երբ որ ժամանակ լինի, որ երբ որ գա այդ ժամանակը, եւ մենք արդեն ունենանք ամեն մեկս մեր մասնաբաժինը, հա, այս ընտրական գործընթացների արդյունքում եւ գիտեք ինչ մի քիչ ճիշտ էլ չի, երբ դու դեռևս ամբողջությամբ չես ստացել այն ինչ որ ունես, հա, այսինքն դեռևս մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, քվեարկությունը չի ավարտվել, չի ֆիքսվել ամեն մեկից դիրքը ռեալ, մենք խոսենք համագործակցության կամ ինչ որ ձևաչափերի մասին։ Հետո դու գիտեք որ մարդիկ հանդիպում են, քննարկում են իրենց հետ, իրար հետ, բայց դա տեղի կունենա ընտրություններից հետո մենք ասում ենք, որ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, այն ընդդիմադիր ուժերը, իհարկե խոսքը գնում է նաև այն ընդդիմադիր ուժերի հետ, ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխանությունն ունի սատելիտներ, բայց այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իսկապես ընդդիմադիր են, մենք նրանց հետ զրուցելու ենք, պարտադիր զրուցելու ենք եւ մենք չենք լինելու որևէ դեպքում այն ուժը, եթե ընդդիմադիր դաշտը հնարավորություն ունենա թույլ չտալ իշխանության վերարտադրությունը, մենք չենք լինելու այն ուժը, որը կխանգարի այդ process-ին։ Պարոն Գալստյան, վերջին օրերին հրապարակումներ են եղել նաև, որ Միասնության թվեր կուսակցության եւ Արման Թաթոյանի գործունեության համար ծավալվել են 100 միլիոնավոր դրամներ, այդ թվում խոսվում էր ռուսական աղբյուրներից հնարավոր ֆինանսավորման մասին։ Ինչպես է արձագանքում այդ մեղադրանքներին։ Ուրեմն, բերեք սկսենք 100 միլիոնավորներից, նախ թվերը խիստ չափազանցեցված են 960 միլիոն 960 միլիոն խիստ չափազանցեցված եւ ուռճացված է 926 կներեք 920 չեմ էլ հետեւել նու հետեւել եմ սուտ կլինի ասել որ ընդհանրապես չեմ հետեւել գիտեմ որ 900 պլյուս միլիոնների մասն է խոսքը մենք այդպիսի գումարներ երբևէ չենք տիրապետել եթե ավելի կոնկրետ ինչ վերաբերում է ռուսական աղբյուրներին, ապա մեր հաշվետվությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովն է տեսնում մեր հաշվետվությունները եւ տեսնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովները մանավանդ նախընտրական շրջանում այս փուլի վերաբերյալ բոլոր մուտքեր ելքերը ուղղակի վերահսկվում են։ Անկախ դիտորդ դաշինքը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու, արդեն ներկայացրել է։ Արդեն ներկայացրել, 10 օր է անցել այդ ներկայացրած հաղորդումից։ Ինչ է կանելու։ Ոչ մի բան, հանգիստ մենք մեր գործունեությամբ ենք զբաղվում։ Չեք պատրաստվում ոչ մի կերպ հերքել։ Մենք հերքել ենք, որ չունենք, բազմաթիվ տեղերում ենք հերքել։ Ես արդեն մի քանի հարցազրույցներում հերքել եմ, որ դա կեղծիք է, սուտ է, եւ այնտեղ ուղղակիորեն ներկայացված ինֆորմացիա կար, որ առյուծի բաժինը ծախսվել է գրասենյակների վարձակալության վրա 300 քանի միլիոն եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ձեզ այնց հիմա ասել, որ մեր գրասենյակների թիվը մոտ 40-ն է, կարող է շփոթվեմ 1-2 ավել կամ պակաս ասեմ, եւ այդ բյուջեն, որը նախատեսված է, 8-ից 10 անգամ ավել թիվ է ներկայացված։ Այդ 300 միլիոնը ինչ որ ներկայացված է մոտավորապես, որովհետեւ տարբեր ժամանակ են գրասենյակները վարձակալել, հիմա հստակ չեմ կարող ասել, բայց ես հաստատ ասում եմ այս պահի դրությամբ այն գումարը, որ մենք վճարում ենք, մոտավորապես 10 անգամ պակաս է նման այդ նշված գումարից եւ նույնիսկ այդ հաշվարկով գնանք։ Իսկ ինչ աղբյուրներից է ֆինանսավորվում։ Իհարկե, մեր կուսակցությունը ֆինանսավորվում է բացառապես օրինական աղբյուրներից, դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն, ովքեր նվիրատվություններ են կատարում կուսակցությանը։ Փառք Աստծո, Արման Թաթոյանի, Դավիթ Անանյանի հեղինակությունը թույլ է տալիս, որպեսզի մեզ գումարներ նվիրեն, մարդիկ վստահեն մեզ, իրենց նախկին գործունեությունը եւ նաեւ ներգրավված են մեր անձնական միջոցները, մեր բոլորի անձնական միջոցները։ Ես ինքս եմ ներդրում կատարել, հայրս է ներդրում կատարել, Արման Թաթոյանների միջոցները ներգրավել։ Դրանք բոլորը հրապարակված են։ Դրանք բոլորը հասանելի միջոցներ են, դրանք բոլորը օրինական միջոցներ են։ Ավելին ասեմ ձեզ, բանկերը հիմա հրահանգ ունեն,
որ եթե ոչ Հայաստանի քաղաքացին կամ մի փոքր այսպես շեղում կա, օրենսդրությամբ սահմանված նորմերից, պարզապես այդ միջոցները չեն նստացնում կուսակցության հաշվին։ Ես նույնիսկ հիմա դեպք ունենք, որ գումար են փոխանցել ինչ-որ կազմակերպության կանխավճար, եւ այդ կազմակերպությունը պետք է կազմակերպությունից գումար ընդունելը կուսակցության արգելված է որպես նվիրատվություն։ Այդ գումարը հետ է ուզում փոխանցի այդ անձը։ Խոսքը ինչ-որ մի 500,000 դրամի մասին է կանխավճար։ Այդ գումարը չենք կարողանում նստացնել կուսակցության հաշվին, բանկը պարզապես թույլ չի տալիս եւ երկար բացատրական աշխատանքներ ենք տանում, փաստաթղթեր ենք բերում ներկայացնում, որպեսզի այդ գումարները գան։ Այս պայմաններում հնարավոր է անօրինական միջոցներից գումարներ ներգրավել։ Այդ դեպքում դուք ինչու հրապարակայնորեն չեք հերքում կամ Հիմա հերքում եմ հրապարակայնորեն, որ դրանք սուտ են, կեղծիք են, գումարների չափը խիստ ուռճացված է։ Ինչու չեք զրպարտում, մի քանի անգամ մենք զրպարտենք։ Մենք ինչի զրպարտենք։ Դե ձեր մասին են խոսում։ Հիշում եք, հայտնի բանաստեղծությունը ասում, բայց նման մարդ երբեք չի զրպարտի ամբաստանի իզուր եւ ոչ մեկին մինչեւ անգամ մարդանման գինու տկին։ Չգիտեմ, ում կվերաբերի ես ասածս, Պարուսևակի հայտնի խոսքերն են։ Մենք զրպարտելու ոչ մեկին չենք ուզում զրպարտել, մեզ են զրպարտում։ Այդ զրպարտողը հիմա դիմել է, որպեսզի վարույթներ նախաձեռնեն, ինչ որ գործեր հարուցեն։ Մենք բոլոր ինֆորմացիան պատրաստ ենք պատշաճորեն տրամադրել բոլոր իրավապահ մարմիններին։ Ավելին ասեմ ձեզ, այդ տեղեկատվությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում պարբերաբար հրապարակվում է։ Եվ նույնիսկ տրամադրելու լրացուցիչ կարիք չունենք, որովհետև այնտեղ պաշտոնապես տրամադրում ենք իմ ստորագրությամբ այդ տեղեկատվությունը հրապարակվում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում էլ նույնպես այդ ինֆորմացիան հասանելի է։ Այդ դեպքում կարող եք ասել միասնության թևեր կուսակցության ամսական բյուջեն ինչքան է կազմում։ Չեմ կարող ասել, որովհետև հիմա դա շատ տատանվում է, միասնության թևեր կուսակցությունը իր գործունեությունը սկսել է, ինչպես գիտեք, 2026 թվականի ապրիլի 13-ից գրանցումը այդ պահից է եղել, ընդամենը 2 ամսվա մենք այսպես բյուջետավորում ենք արել, շատ այսպես հախուռն գումարները գալիս եւ գնում են այս պահին, որովհետեւ նախընտրական շրջան է, գովազդներ են պատվիրում, բաներներ, բուկլետներ եւ այլ եւ այլ, եւ հիմա շատ անկայուն բյուջեի մասին է խոսքը, ես ձեզ կոնկրետ թվեր չասեմ, բայց ելի եմ ասում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այս պահին կա հրապարակված տեղեկատվություն եւ նույնիսկ մի քիչ ամոթով ասեմ, մի ահռելի գումար պարտավորություն է այնտեղ ձևավորված, որ մենք դեռևս չենք վճարել։ Այդ վճարումը պետք է այս առաջիկա օրերի ընթացքում դրամահավաքներ ունենք հայտարարած, որոշակի մուտքեր ենք սպասում, որ այդ գումարները պետք է գան մեր հաշվին նստեն եւ դա էլ է process։ Իմիջիայլոց ասեմ, մենք բանկերի հետ ահռելի խնդիր ենք ունեցել, շատ ոնց ձևակերպեմ, որ ոչ բանկերին էլ չվիրավորեմ, շատ կարգավորված խնդիրներ կային բանկերում։ Մինչև գումարները գալիս հասնում են, նստում են այդ նախընտրական հիմնադրամի հաշվին, երկար ճանապարհ են անցնում։ Գումարը կցված է նախընտրական հիմնադրամի հաշիվը կցված է անձնական հաշիվներին։ Գումարը կուսակցության հաշվից որը այլ բանկում է, այդտեղ միած ստուգում է անցնում։ Նստում է կուսակցության հաշվին, հետո կուսակցության հաշվից փոխանցվում է գալիս է այն հաշվին, որը իմ անձնականին է կցված։ Մի հատ էլ այդ ճանապարհին է ստուգում անցնում։ Երբեմն գումարները հետ են գնում, նորից ստիպած ենք գնում գնալ այնտեղ փաստաթղթեր ներկայացնել, որ գումարը գան ըստի հաշվին, եւ մենք սկսում ենք հետ ընկնել մեր պարտավորությունների կատարման մեջ։ Հիմա օր-օրի անընդհատ այդ խնդիրները ավելանում են եւ մենք հիմա շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք այս մարումներ անել։ Դուք ազատորեն կարող եք մտնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգ, այնտեղ վերահսկողության ծառայության լինքով գնալ եւ գտնել այն հաշվետվությունները, որ մենք ներկայացնում ենք, տեսնենք ինչքան պարտավորություններ ունենք։ Եվ այդ պարտավորությունները մենք պետք է կարողանանք այս օրերի ընթացքում վճարել։ Հիմա էլ մեր հայրենակիցներին կոչ եմ անում, եթե միասնության թևերին վստահում եք, խնդրեմ գումարներ փոխանցեք միասնության թևեր կուսակցությանը, որպեսզի մենք կարողանանք մեր ազնիվ քաղաքական գործունեության համար մինչ այժմ ծախսած գումարները վճարենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գալստյան։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հաճելի ձեզ հետ։ Շնորհակալ եմ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր միասնության թևեր կուսակցության նախագահ, կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Գալստյանը։